գյուղացու վիճակը ինչ է։ Սահմանապահողը գյուղացին է, ժողովրդին կերակրողը գյուղացին է։ Անուշացիան կենտրոնում է, տեր չկա, տիրական չկա, ֆինանսավորում չկա, չի կարում ապրել։ Բարով ես եկել, սիրում արգում եմ, Աստված քեզ պահապանը լինի։ Ես է ծառուկամ, ինչ հարցով պետք է լի, ես է կողնեմ։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Օծի լեզու հաղորդման հերթական թողարկման ընթացքում քննարկման առանցքում հայտնվել էին հայկական մրցանակաբաշխությունները, այդ թվում Անահիտ մրցանակաբաշխությունը։ Հաղորդավարներ Մեհեր Բաղդասարյանն ու Արա Ղազարյանն անդրադարձել են հատկապես կանացի լավագույն կերպար անվանակարգին, որն այս տարի լայն քննարկումների պատճառ դարձավ։ Նրանց դիտարկմամբ մրցանակը, որը շնորհվել է ֆրանսիացի դերասանուհու, հարցեր է առաջացրել, հաշվի առնելով, որ նույն անվանակարգում ներկայացված էին նաև հայ դերասանուհիներ, մասնավորապես Մարջան Ավետիսյանը և Աննա Մաքսիմը։ Առանձնահատուկ ընդգծվել է Աննա Մաքսիմի աշխատանքը Նազիկ Ավդալյանի կերպարը մարմնավորելու համար։ Դերասանուհին ոչ միայն խաղացել է ծանրամարտիկի դերը, այլ բառացիորեն ապրել է այն, անցնելով ֆիզիկական և հոգեբանական լուրջ պատրաստություն։ Նրա աշխատանքը ֆիլմում մեդալի հակառակ կողմը դարձել է ամենաքննարկվածներից մեկը։ Անդրադարձ եղավ նաև այն փաստին, որ Նազիկ Ավդալյանն ու Աննա Մաքսիմը վիճել են։ Ըստ Արա Ղազարյանի չգնահատված էր Աննա Մաքսիմի տարած ահռելի աշխատանքը։ Մարդը մտել այդ կերպարի մեջ, անցել է տառապանքի ճանապարհով, հիվանդություններ ա ձեռք բերել։ Ըստ իս Աննա Մաքսիմն էլ նման ֆիլմ չի ստեղծի հաստատ, որովհետև առողջությունը զոհաբերեց, այդ ամբողջի միջով անցավ, որպեսզի մարմնավորի Նազիկ Ավդալյանի կերպարը, ինչը էլ չի անի։ Շատ անարդար ա, որ Աննան չստացավ այդ մրցանակը, կարծում եմ անարդար էր։ Այս աղջիկը 1000 բան արեց, 1000 հիվանդության տեր դարձավ, հնարավոր եւ անհնար, չգիտեմ ինչեր արեց եւ այո, իրենից վերցրեցին իրա աստղային ժամը։ Դե հիմա Աննա Մաքսիմի մատի ամուսնական մատանի ադամանդի մեծությունը կկոմպենսացնի Անահիտի արձանիկը չունենալու պահը։ Ինչ վերաբերվում է Աննա Մաքսիմ Նազիկ Ավդալյան տարաձայնությանը, պատերազմին, դա անզեն աչքով երևում է, մարդիկ դա նկատել էին։ Պետք է միայն ուրախ լինել, որ դիմացինդ կարողանում է մտնել կերպարի մեջ և ներկայացնել այդ պատմությունը, որը հուզում է հազարներին։ Աննայի դերը կայանում է նրանում, որ ինքը մոռացությունից փրկել է մի կերպար, որն իրավի արժանի է ներկայանալու։ Խնդիր կարար լիներ միայն այն ժամանակ, երբ ֆիլմը լիներ ձախողված և կերպարը կերտվեր այնպես, որ դա պատիվ չբերեր տվյալ մարդուն, ում մասին ստեղծված է ֆիլմը։ Մենակ այդ դեպքում կարար լիներ ինչ-ինչ խնդիրներ և միայն պետք էր լինել շնորհակալ, կարծում եմ։ Մեհեր Բաղդասարյանը թեմայի շուրջ խոսեց։ Դեռ ֆիլմի նկարահանման ավարտից հետո ցուցադրությունների առաջին փուլում, որովհետև գլխավոր երկու մեղավորները չէին կարողանում կիսել հաջողությունը։ Նազիկ Ավդալյանը կարծում է, որ իրեն բավականաչափ ուշադրություն և ֆինանսներ չեն տրամադրել այս ֆիլմի համար, թեև նա իր նախատեսած հոնորարը ստացել է։ Ընդունված է համարել, որ դերասանուհին, ռեժիսորը և պրոդյուսերը ինքը պետք է լինի առաջին պլանում, ինչպես լինում է համաշխարհային օրինակներում, ում մասին որա է ֆիլմը, նա հավասարապես բեմում չէ։ Ֆանտաստիկ է, որ նման լեգենդար մարզիկի մասին ֆիլմ է նկարահանվել, սակայն աստղային ժամը պետք է լիներ Աննա Մաքսիմինը։ Երկու աղջիկները գոնե վիզուալ կարողացել են կոնֆլիկտը հաղթահարել, ինձ թվում է, որ որևէ կողմը չնեղանա։ Այս ֆիլմը մաքսիմալ անտեսել են, ինչը ճիշտ չէ, գոնե կնոջ լավագույն դերակատարի մրցանակ պետք է տային Աննա Մաքսիմին։ Նշել է Մեհեր Բաղդասարյանը Արա Ղազարյանի հետ ունեցած քննարկման ժամանակ։ Լևի Կուդումյանի շուտ ասա հաղորդման հյուրն էր դերասանուհի Աննա Մաքսիմը։ Star News-ը հետևեց զրույցին, որի ընթացքում Աննան պատասխանեց հարցին, թե ինչ է սովորել Միքայել Պողոսյանից։ Հասկանալ ժամանակի խնդիրը։ Երբ հաղորդավարուհին հարցրեց ընտանիք թե կարիերա, դերասանուհին անկեղծացավ։ Փաստորեն կյանքը ապացուցում է, որ կարիերա։ Բայց ես շատ կուզեի ընտանիք ունենալ։ Ինչի եմ լացում անընդհատ։ Այս քամիները եկել են ինձ լացացնելու։ Աննան պատասխանեց ճպիտով, իսկ արցունքները քամուց էին, քանի որ հարցազրույցը տեղի էր ունենում բաց երկնքի տակ։ Համացանցում ժամանակ առ ժամանակ ակտիվանում էին լուրեր այն մասին, թե Աննա Մաքսիմը և
Միքայել Պողոսյանը սիրավեպ ունեն։ Թեպետ երկու կողմերի համար հերքումներին դժվար էր միջոցառումներին կամ որևէ երեկույթի նրանց տեսնել առանձին։ Միքայելը և Աննան միասին էին ներկայացել նաև Միքայել Պողոսյանի «Արև, սարեր և սեր» կատակերգական ֆիլմի պրեմիերային։ Նրանք նույնիսկ միասին էին նստել, կարծես թե վերջ դնելով բոլոր կասկածներին։ Նրանց հարաբերությունները շարունակում էին մնալ հանրության ուշադրության կենտրոնում։ Դրանք մի պահ նոր թափ ստացան, քանի որ երկուսն էլ գտնվում էին Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Թերթերի մի հետ զրույցում Աննան հայտնել էր, որ ԱՄՆ են մեկնել Միքայել Պողոսյանի «Լորիկ» ֆիլմի ստեղծագործական կազմով, քանի որ հունվարի 24-ին Լոս Անջելեսի Ալեքս թատրոնում տեղի ունեցավ ֆիլմի ամերիկյան պրեմիերան։ Այս օրերին համացանցում լայն տարածում գտավ մի նյութ, ըստ որի Միքայել Պողոսյանն ու Աննա Հարությունյանն ամուսնացել են, չնայած իրենց մեջ եղած 35 տարվա տարբերությանը։ Թեև նյութի բովանդակությունն ու վերնագիրը այդքան էլ չէին համապատասխանում իրար, սակայն այն հասցրեց քննարկումների առիթ դառնալ, քանի որ զույգի սիրավեպի մասին արդեն խոսվում էր մի քանի տարի։ Թերթերի մի հետ զրույցի ընթացքում Աննան անդրադառնալով հարցին պատասխանեց, որ չի ամուսնացել։ Ի դեպ, Միքայել Պողոսյանի ֆեյսբուքյան էջում էլ կարգավիճակը նշված էր ամուսնալուծված։ Աննան և Միքայելը համագործակցել և ստեղծել էին «Հայ հայը» ֆիլմը։ Ինձ համար շատ կարևոր ֆիլմ է։ Այսպիսի հուզմունք երբևէ չեմ ապրել ոչ մի ֆիլմի պրեմիերայից առաջ։ Որովհետև հուսամ սա բոլորիս մասին է, խոստովանել էր ռեժիսոր, դերասան Միքայել Պողոսյանը։ Նրա հետ որպես համառեժիսոր ֆիլմում հանդես էր եկել դերասանուհի և ռեժիսոր Աննա Մաքսիմը, ով նույնպես ներկա էր Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցած ֆիլմի պրեմիերան։ Լրագրողների հետ զրույցում գործընկերոջ հետ պատմել է համագործակցության, թեմայի ընտրության և նկարահանումների մասին։ Ֆիլմի գաղափարի և սցենարի հեղինակը Միքայել Պողոսյանն է։ Մեր նպատակն այս անգամ ոչ թե ուղղակի ֆիլմ ստեղծելն էր, այլ սա տեղի ունեցած այսօրվա իրականության խտացումների ու մեր ընկալումների պոռթկումն էր, թե ինչպիսին է այսօրվա հայը և ինչ անելիքներ ունի։ Ինչու ենք մենք պարբերաբար նույն խնդրի առաջ կանգնում, ինչու է պատմությունը կրկնվում։ Եվ վերջապես, ինչու մենք դասեր չենք քաղում այդ պատմությունից։ Կարծում եմ այս հարցերի պատասխանները գտնելու համար նախ ամեն հայ իր հետ պետք է միաբանվի, իր ցանկությունների, հնարավորությունների և իրականության հետ հաշվի նստի։ Զրույցի ընթացքում ասել էր Աննան։ Խոսելով որպես համառեժիսոր ներկայանալու մասին, նշեց, որ իրենք ստեղծագործական թիմի բոլոր անդամներով նախ գնում էին Միքայել Պողոսյանի գաղափարի և մտքի հետքերով։ Հետո էլ քանի որ ինքը պատրաստվում էր իր ռեժիսորական դեբյուտը նկարահանելուն, սա հրաշալի դպրոց էր համարում իր համար։ Գիտեք, խնդիրը սովորելը չէ։ Եթե նկատել եք, մենք առհասարակ ոչինչ չենք սովորում։ Մենք միշտ նույն սխալներն ենք ցույց տալիս։ Ես այս դեպքում որպես ռեժիսոր ուղղակի դիտարկում էի արտիստին, քանի որ նա հիմնականում կադրում էր։ Ինձ համար հետաքրքիր էր արտիստական այդ լայնամասշտաբ մտածողությունը։ Մենք Միքայել Պողոսյանի հետ ընկերական մեծ հարաբերություններ ունենք, բայց սա առաջին անգամն էր, որ ես իր հետ որպես ռեժիսոր էի աշխատում։ Անդրադառնալով լրագրողների հարցին, Աննան պատասխանեց, որ այս անգամ իրեն ավելի շատ որպես ռեժիսոր, քան դերասանուհի է տեսնում։ Դերասանությամբ դու ուրիշի նախագծերում չես կարող քո ասելիքն ասել, իսկ ռեժիսուրայի դեպքում կարողանում ես լիովին ներկայանալ հանդիսատեսին և ինչ-որ կարևոր բանի մասին խոսել, ինչը ինձ մոտ որպես դերասանուհի կարելի է ասել չէր ստացվում։ Կարծում եմ, ով փնտրում է, գտնում է։ Երևի չէի փնտրում, կարծում եմ ռեժիսուրան իմն է։ Միքայել Պողոսյանը նախընտրում է քիչ խոսել իր ֆիլմի և մտքի ընտրության մասին։ Պարզապես նշում է. յուրաքանչյուրն իր տեղում պետք է արձագանքեր հայաստանյան վերջին իրադարձություններին։ Ինքն էլ որոշել էր այսպես արձագանքել։ Խոսելով ֆիլմի նկարահանումների ընթացքի մասին, ռեժիսորը, ով ֆիլմում նկարահանվել է նաև որպես դերասան,
Ասում է, որ իր համար ռեկորդային արագությամբ է նկարահանվել հայ-հայը։ Ես ընդհանրապես ֆիլմերը նկարահանվում եմ 26-ից 30 օրվա ընթացքում, բայց այս ֆիլմը նկարահանվել է ընդամենը 11 օրում։ Ինչ վերաբերվում է դերասանների ընտրությանը, ապա փայլուն կազմ է հավաքվել, որը կրկնապատկել է ստեղծագործական ավյունն ու դերասանական շնորհքը։ Սերգեյ Դանելյան, Ժիրայր Բաբազյան, Գեորգի Հովակիմյան, Տիգրան Գյուլումյան, Սրդատ Մակարյան և Նարինե Ալեքսանյան։ Նրանք այսօր ձեզ պետք է զարմացնեն։